Գողեր շքեղ ակնոցով Լոս Անջելեսում բացահայտվել է 2.6 միլիոն դոլարի շքեղ գողության բանդա։ Օքսնարդ արցունքաբեր առավոտ դաշնային ներգաղթի գործողությունը վերածվել է քաոսի, բողոքի ցույցեր, արցունքաբեր գազ, աղմուկ ու հարց։ Ով է այստեղ իրական խախտողը։ Կառավարությունը փակ է, իսկ սառնարանները դատարկ միլիոնավոր ամերիկացիներ սպասում են Սնեյփի օգնությանը, որը կախված է քաղաքական կամքից, ոչ թե բյուջեից։ Սենատորները հայտարարում են, ֆոնդը կա, պարզապես թաքցրել են։ Պուտինը նորից բեմում է, այս անգամ միջուկային սուզանավով, հնչում է ինչպես սպառնալիք, բայց գուցե նաև հիշեցում, ով է հսկում խորքերը։ Կալիֆորնիան քվեարկում է մեկ հարցով, այո, թե ոչ, Proposition 50-ին քարտեզը փոխել է երբեք այսքան քաղաքական չի եղել, հավասարակշռությունը Վաշինգտոնում կարող է փոխվել։ Տարվա բառը ոչ թե բառ, այլ թիվ, 6-7 ժեստ կամ պարզապես նոր սերնդի հումոր, եթե չեք հասկանում, հարցրեք երեխաներին, նրանք թարգման են առանց բառարանի։ Այս եւ այլ լուրերի մանրամասները հաջորդիվ։ Ողջույն սիրելի հետևորդներ, USR Media YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, ամիջապես մեկնարկենք։ Հարավային Կալիֆորնիայում ավելի քան 2.6 միլիոն դոլարի արժեք ունեցող ապրանքների գողության համար 6 անձ է ձերբակալվել, որից 3-ը անչափահաս։ Ըստ Լոս Անջելեսի ոստիկանության 2025 թվականի փետրվարից մինչև հուլիսը գործել է բարձրակարգ եւ կազմակերպված գողության խումբ, որը թիրախավորել է շքեղ ակնոցների խանութներ Լոս Անջելեսի եւ Օրիջի շրջաններում։ Գողությունները կատարվել են նույն կերպ, կասկածյալներն օգտագործել են գողացված մեքենաներ, հիմնականում հին SUV կամ կիսաբեռնատարներ, որոնցով առավոտյան վաղ ժամերին բախվել են խանութների դիմապակիներին։ Ընդհանուր գողացել են մոտ 268 միլիոն դոլարի ապրանք եւ վնասել շուրջ 499 հազար դոլարի գույք։ Քննիչները մի շարք խանութների տեսախցիկների տեսագրություններն ուսումնասիրելով ընդհանուր կապ են հաստատել նույն կասկածյալների միջև։ Նրանց դեմ ներկայացվել է 26 կետանոց մեղադրանք։ Ոստիկանությունը շարունակում է որոնել խմբի հնարավոր մյուս անդամներին, գործը փոխանցվել է Լոս Անջելեսի շրջանի դատախազություն։ Օքսնարդ քաղաքում այսօր վաղ առավոտյան տեղի ունեցած ներգաղթի դաշնային գործողությունը վերածվել է անկառավարելի իրավիճակի։ Դաշնային գործակալներն առավոտյան ժամը 6-ին կապ են հաստատել Օքսնարդի ոստիկանությանը, տեղեկացնելով, որ պատրաստվում են իրականացնել դաշնային գործողություններ։ Այս պահին դեռևս հայտնի չէ, թե քանի ձերբակալություն է իրականացվել կամ կան արդյոք տուժածներ։ Դեպքի վայրում հավաքվել էին տասնյակ մարդիկ, փորձելով ճնշում գործադրել գործակալների վրա։ Հաղորդվում է, որ կիրառվել է նաև արցունքաբեր գազ։ Դատարանի որոշմամբ Գրեգորի Բովինոն, որը գլխավորում է գործողությունները Չիկագոյում, պետք է ամեն աշխատանքային օր երեկոյան ժամը 6-ին ներկայանա ԱՄՆ դատարան լսումների հաշվետվություն ներկայացնելու ներգաղթի վերահսկման ընթացիկ գործողությունների մասին։ Դատավոր Սարա Էլիսի եւ Բովինոյի առաջին հանդիպումը 3 երեկոյան էր։ Բովինոն դատարան էր հրավիրել այն բանից հետո նրան, երբ ցույցի ժամանակ արցունքաբեր գազի նռնակ էր նետել, վերջինս ցուցարարների ուղղությամբ։ Էլիսը դատական լսման ընթացքում քննադատել է սահմանապանների մարտավարությունը, նշելով, որ տեսանյութերը վկայում են գերազանցված ուժի կիրառման մասին։ Նա նաև հիշատակել է մեկ այլ դեպք՝ շաբաթ օրը Չիկագոյի թաղամասերից մեկում դաշնային գործակալների գործողությունը, երբ բնակիչների ուղղությամբ կիրառվել էր արցունքաբեր գազ առանց նախազգուշացման։ Դատավորը կոչ է արել Բովինոյին հաշվի առնել տեղի երեխաների անվտանգությունը, ընդգծելով, որ նրանք իրավունք ունեն իրենց թաղամասերում անվտանգ զգալու։ Էլիսը պարզել է, որ սահմանապատ ծառայողների գրեթե 99%-ը արդեն կրում է տեսախցիկ, սակայն Բովինոն անձամբ այն չունի։ Դատավորը հրահանգել է նրա մինչև ուրբաթ ձեռք բերել տեսախցիկ եւ անցնել համապատասխան ուսուցում։ Արդարադատության նախարարությունը դիմել էր ավելի վաղ դատանին, խնդրելով ժամանակավորապես դադարեցնել դատավորի որոշման կատարումը, սակայն Սարա Էլիսը մերժել է այդ խնդրանքը։ Մնանք դաշնային դատարանների շրջակայքում, այսօր մեկնարկել է դատավարություն, որոշելով արդյոք նախագահ Դոնալդ Թրամփը իրավունք ունի Փորթլենդ քաղաքում տեղակայել ազգային գվարդիան, թե ոչ։ Այն նախագահում է դատավոր Կարին Իմերգուտը, որը նշանակվել է հենց Թրամփի կողմից։ Գործը հարուցվել է Օրեգոնի նահանգային եւ քաղաքային իշխանությունների կողմից, որոնք դատի են տվել Թրամփի վարչակազմին, փորձելով արգելել զորքերի տեղակայումը։ Դատավոր Իմերգուտն արդեն 2 անգամ ժամանակավոր արգելք է դրել զորքերի տեղակայման վրա, նշելով, որ Թրամփի նկարագրությունը Փորթլենդի իրավիճակի մասին, որպես պատերազմից քանդված քաղաքի բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Դատավարությունը, որը կշարունակվի 3 օր, կարող է ունենալ լայն իրավական հետևանքներ սահմանելով, թե որքան հեռու կարող է գնալ նախագահի իշխանությունը ներքին անկարգությունների ժամանակ առանց նահանգների համաձայնության։
Միացյալ Նահանգներում կառավարության գործունեության մասնակի դադարեցումը, նույն ինքը շատդաունը, շարունակվում է արդեն ավելի քան 4 շաբաթ, եւ դեռևս ոչ մի նշան չկա, որ կոնգրեսը պատրաստ է լուծել քաղաքական փակուղին։ Երկու կողմերն էլ հանրապետականներն ու դեմոկրատները միմյանց շարունակ մեղադրում են։ Դեմոկրատներն առաջարկում են կառավարության բացման դիմաց երկարացնել Բայդենի օրոք ուժի մեջ մտած առողջապահական սուբսիդիաները, մինչդեռ հանրապետականները պնդում են, որ կառավարությունը պետք է վերաբացվի առանց նախապայմանների, ապա նոր սկսվեն բանակցությունները։ Այդ ընթացքում հազարավոր դաշնային աշխատողներ չեն ստանում աշխատավարձ, իսկ շաբաթվա վերջից սկսած մոտ 42 միլիոն մարդ, այդ թվում 16 միլիոն երեխա, կարող է զրկվել սննդի օգնությունից, SNAP ծրագրով։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ կառավարությունը կարող է բացվել, եթե ընդամենը 5 խելամիտ դեմոկրատ միանան հանրապետականների առաջարկին։ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ առաջնորդ Հաքիմ Ջեֆրիսը քննադատել է Թրամփի վարչակազմին, ասելով. հանրապետականները կարողացել են գտնել 40 միլիարդ դոլար աջակցելու Արգենտինայի ծայրահեղ աճ առաջնորդին, բայց չեն կարողանում գտնել մի կոպեկ ամերիկացիների առողջապահությունը պահպանելու համար։ Նա նաև հիշեցրել է, որ սննդի աջակցությունից զրկվելը հարված է հատկապես աղքատ ընտանիքներին։ Հանրապետական սենատոր Սինթիա Լամիսը նշել է, որ բազմիցս է քվեարկել մաքուր նախագծերի օգտին կառավարության վերաբացման համար եւ մեղադրում է հիմա դեմոկրատներին քաղաքական շահարկումների մեջ։ Կալիֆոռնիայի դեմոկրատ Մարկ Տականոն կոչ է արել ամերիկացիներին չլռել եւ որ կառավարության վերաբացումը կախված է հենց իրենցից, քաղաքացիների ճնշումից։ Կառավարության փակման հետևանքով տուժում են թե աշխատողները, թե հասարակահաղաքացիները։ Մինչ Վաշինգտոնի քաղաքական վերնախավը մեղադրում է միմյանց, իրական կյանքի վճարները, սնունդ, առողջապահություն, վարձեր չեն սպասում։ Այսօր Սենատի դեմոկրատները ավելի հեռուն են գնացել, բացահայտելով, որ կառավարությունը թաքցնում է ճշմարտությունը։ Սենատոր Էմի Քլոբուչարը խիստ քննադատությամբ է հանդես եկել, հայտարարելով, որ Թրամփի վարչակազմը եւ հանրապետական ղեկավարությունը միտումնավոր խոչընդոտում են ֆինանսավորումը, չնայած օրենքով առկա է շուրջ 6 միլիարդ դոլարի պահուստային ֆոնդ, որը կարող է անմիջապես օգտագործվել ծրագրի շահառուներին օգնելու համար։ Քլոբուչարի խոսքով այդ ֆոնդի գոյությունը ամրագրված էր հենց Թրամփի օրոք հրապարակված պաշտոնական փաստաթղթերում, որոնք այժմ հրաշքով անհետացել են կառավարական կայքից։ Այդ փաստաթուղթը հենց իրենց կայքում էր։ Այն ասում էր. Կոնգրեսի նպատակը հստակ է։ SNAP-ի գործունեությունը պետք է շարունակվի նույնիսկ կառավարության փակման ժամանակ, իսկ հիմա այն ջնջվել է։ Սա ապացույց է, որ վարչակազմը գիտակցաբար թաքցնում է իր կարողությունը կանխելու ամերիկացիների սովը, ընդգծել է Քլոբուչարը։ Դեմոկրատ սենատոր Բեն Ռեյ Լուհանը, որը համահեղինակել է համապատասխան օրինագիծ, հիշեցրել է, որ ԱՄՆ-ում SNAP-ի գործունեությունը երբեք չի դադարեցվել, նույնիսկ կառավարության նախորդ փակման ժամանակ։ Նա նաև ընդգծել է, որ կառավարությունը կարող է որոշում ընդունել հենց այսօր ու առանց որևէ քվեարկության, որպեսզի ծրագիրը շարունակվի եւ միլիոնավոր ամերիկացիներ չմնան առանց սննդի։ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը զգուշացրել է, որ հանրապետականների ուղղությամբ կմեծանա հանրային ճնշումը։ Նոյեմբերի 1-ին ավելի քան 30 նահանգներում մարդիկ ապշելու են, երբ տեսնեն իրենց հաշիվները, նրանք կբղավեն արդարության համար։ Ես վստահ եմ, այդ ճնշումը կստիպի հանրապետականներին նստել բանակցությունների սեղանի շուրջ, ասել է Շումերը, հավելելով, որ կառավարության փակումը թիրախային քաղաքական շանտաժ է, որի գինը վճարում են հասարակ մարդիկ։ Շումերի խոսքով կառավարությունը պարտավոր է անհապաղ օգտագործել պահուստային միջոցները, որպեսզի չտապալի սննդային ապահովության ամենակարևոր ծրագիրը։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտնվել է ամենաթեժ քննադատության կենտրոնում։ Քլոբուչարը բաց տեքստով հայտարարել է. Ջոնսոնը ստում է, նա գիտի, որ միջոցներ կան, բայց նա խնդրում է թողնել, որ 40 միլիոն ամերիկացի, այդ թվում 16 միլիոն երեխա, մնան առանց սննդի։ Սա ոչ թե քաղաքականություն է, այլ անտարբերություն մարդկանց կյանքի նկատմամբ։ SNAP-ի ֆինանսավորումն ավարտվում է օրեր անց։ Եթե կառավարությունը այդուամենայնիվ չընդունի անհապաղ որոշում, միլիոնավոր ընտանիքներ իրապես կարող են արդեն զգալ այս շաբաթվա վերջին մեծ բեռը եւ ծանրությունը առանց սննդի օգնության մնալով։ Շումերի խոսքով այս ճգնաժամը ոչ թե բյուջետային կամ իրավական խնդիր է, այլ մարդկային պարտավորության հարց։ Առողջապահական ապահովագրության մասին, այնինչ տեղի ունենում կառավարությունում, գիտեք, հիմնականում դեմոկրատները փորձում են այն սուբսիդիաները վերականգնեն, որպեսզի ապահովագրական վճարները չբարձրանան։ Եվ հիմա շուկայում նոր պլան ընտրելու համար ժամանակն է։ ԱՄՆ-ում այս շաբաթ սկսվում է տարեկան գրանցման շրջանը, սակայն այս անգամ սպասվում է անորոշ թվեր։ Կառավարության փակման պատճառով առողջապահական շուկան հայտնվել է քաղաքական բախտման կենտրոնում։ Արդյունքում ապահովագրությունից օգտվողներն էլ հայտնվել են երկու կողմերի միջև։ Նրանց սպասում են տասնամյակների ընթացքում ամենամեծ
արձակագնային աճերը եւ շատերը ստիպված են լինելու փոխել իրենց պլանները կամ ընդհանրապես հրաժարվել ապահովագրությունից։ Գրանցման հիմնական փուլը կշարունակվի մինչև հունվարի 15-ը, սակայն նրանք, ովքեր ցանկանում են, որ ապահովագրությունը ուժի մեջ մտնի նոր տարվա առաջին իսկ օրը, պետք է պլանը ընտրեն մինչև դեկտեմբերի 15-ը։ Վերլուծությունները ցույց են տալիս, որ ապահովագրական գները միջինում կաճեն մինչև 20%-ով, սակայն որոշ ընտանիքների համար ծախսերը կարող են ավելանալ ավելի քան կրկնակի հարկային աջակցությունների ավարտի պատճառով։ Ապահովագրական ընկերությունները սակագները կազմել են այն կանխատեսման, որ կառավարությունը չի երկարաձգի արտոնությունները։ Նույնիսկ եթե կոնգրեսը հետագայում վերականգնի արտոնությունները, գները հնարավոր է չփոխվեն անմիջապես, քանի որ այն պահանջում է շաբաթներ վերահաստատման եւ համակարգային թարմացման համար։ Փորձագետները հորդորում են օգտվել պաշտոնական կայքերից, սկսել օրինակ helker.gov-ից եւ ոչ թե որոնողական համակարգերից, որտեղ հաճախ հայտնվում են կեղծ կամ սահմանափակ ապահովագրական առաջարկներ։ Թողարկման այս հատվածում թույլ տվեք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին։ Կերիս Մամս Բեքերի, որը Գլենդելի կենտրոնում առաջարկում է ամենահամեղ հացն ու ամենակարևորը այցեքարտ դարձած Մամս լավաշը։ Շնորհակալություն Կոզանյան Meat and Liquor Market-ին, որը մեծ սիրով աջակցում է նախագծի զարգացմանը, եւ մեր նոր գործընկեր Cosmo Palace ռեստորան Banquet Hall-ին։ Եթե ցանկանում եք հիշարժան երեկո ունենալ, ապա շտապեք ամրագրել ձեր տեղը։ Իսկ մենք շարունակենք լուրերը։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը եւ Սեուլը հասել են առևտրային նշանակալի համաձայնության, որը ըստ նրա գրեթե ամբողջությամբ ավարտված է։ Թրամփը այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Լի Ջոնգի կազմակերպած պաշտոնական ընթրիքի ընթացքում, որտեղ նա արժանացել է երկրի ամենաբարձր պարգևին որպես ամերիկա-կորեական համագործակցության խորացման նշան։ Համաձայնագրի նախնական տարբերակը ձեռք էր բերվել դեռևս հուլիսին։ Դրա համաձայն Սեուլը խուսափում է ամերիկյան բարձր մաքսատուրքերից, փոխարենը պարտավորվելով իրականացնել $350 միլիարդ նոր ներդրումներ ԱՄՆ-ում։ Բանակցությունները, որոնք ամիսներ շարունակ փակուղում էին, այժմ վերջապես առաջընթաց են գրանցել։ Ըստ նախագահի խորհրդականների, կողմերը համաձայնել են ներդրումային ֆոնդը բաժանել $200 միլիարդ կանխիկ ներդրումների, որոնք կվճարվեն փուլային $20 միլիարդ չափով, եւ $150 միլիարդ արդյունաբերական ներդրումների, որոնք ուղղվելու են նավաշինության ոլորտին։ Թրամփի հայտարարությունից հետո հարավկորեական վոնը ամրացել է դոլարի նկատմամբ, քանի որ ներդրողները հույս ունեն համաձայնությունը կնվազեցնի անորոշությունը երկրի արտահանումների վրա հիմնված տնտեսության համար։ Առանց այս գործարքի կորեական ավտոարտադրողները եւ պողպատագործները ստիպված կլինեին վճարել 25% մաքսատուրք, մինչդեռ նոր համաձայնության դեպքում այդ թիվը նվազում է մինչև 15%, ինչը հավասարեցնում են նրանց պայմանները կամ հնարավորությունները Ճապոնիայի հետ։ Թրամփը նաև հույս է հայտնել, որ իր առաջիկա հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ցինպինի հետ կլինի շատ հաջող, թե Միացյալ Նահանգների, թե ամբողջ աշխարհի համար։ Նրա խոսքով Վաշինգտոնը պատրաստ է նվազեցնել չինական ապրանքների մաքսատուրքերը, եթե Պեկինը պարտավորվի կրճատել ֆենտանիլի արտադրության համար օգտագործվող քիմիական նյութերի արտահանումը։ Ռուսաստանը փորձարկել է իր նոր ատոմային էներգիայով աշխատող եւ միջուկային մարտագլխիկով հագեցած սուզվող անօդաչու սարքը, որի մասին հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ընդամենը 3 օր առաջ նա գովաբանում էր նոր միջուկային հրթիռի հաջող փորձարկումը Բուրևեսնիկը։ Սա դիտարկվում է որպես հերթական ուղերձ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ցույց տալու, որ Մոսկվան չի պատրաստվում զիջել իր պահանջները Ուկրաինայի հարցում։ Նախագահ Պուտինն ասել է, որ Պոսեյդոն անօդաչու սուզվող սարքն առաջին անգամ է փորձարկվել ամբողջությամբ ատոմային էներգիայով աշխատելու ռեժիմով եւ այն չունի աշխարհում նմանը իր արագությամբ եւ սուզման խորությամբ։ Պուտինի խոսքով սարքը սնուցող ռեակտորը 100 անգամ փոքր է, քան սուզանավերի վրա օգտագործվողները, իսկ մարտագլխիկի հզորությունը զգալիորեն գերազանցում է Ռուսաստանի ամենահզոր սարմատ միջմայրցամաքային հրթիռներին։ Նա հավելել է, արագությամբ եւ գործողության խորությամբ նման սարք աշխարհում չկա եւ մոտ ապագայում չել հայտնվի։ Այն հնարավոր չէ որսալ կամ խափանել։ Ռուսական մամուլի հաղորդման Պոսեյդոնը կարող է զարգացնել մինչև 200 կմ/ժ արագություն։ Նրա միջուկային շարժիչը ապահովում է գրեթե անսահման թռիչքային հեռավորություն, դժվարացնելով հակառակորդի կողմից հայտնաբերումը։ Մարզական մեկ լուր։ ԱՄՆ ձմեռային օլիմպիական մարզիկների համար առաջիկա 100 օրերն ունեն հստակ նշանակություն։ Դրանք վճռորոշ են փառքի, ոսկե մեդալի եւ այս անգամ նաեւ $100,000 արժողությամբ պարգևի համար։ ԱՄՆ օլիմպիական եւ պարաօլիմպիկ հիմնադրամը հայտնել է, որ $100 միլիոն
խոշոր նվիրատվության շնորհիվ յուրաքանչյուր մարզիկ, որը կմասնակցի օլիմպիական կամ պարաօլիմպիկ խաղերին եւ կհեռանա սպորտից, կստանա $100,000 որպես պարգևավճար։ Այս նոր ծրագրի նպատակը մարզիկների ֆինանսական կայունությունն ապահովելն է։ Շատերի եկամուտները ցածր են, իսկ բազմաթիվ մարզիկներ երկար տարիներ ստիպված են ապրել համեստ պայմաններում, չնայած իրենց նվաճումներին։ Նվիրատվությունը կատարել է Stone Ridge Holdings գրուպի հիմնադիր Ռոս Սթիվենսը, որի ներդրումը համարվում է ԱՄՆ օլիմպիական հիմնադրամի պատմության ամենախոշոր նվիրատվությունը։ Ծրագիրը նախատեսում է, որ մարզիկը գումարը կստանա 4 վճարումով, երբ լրանա 45 տարեկանը կամ անցնի կարիերայի ավարտից 20 տարի։ Բացի այդ, յուրաքանչյուր մարզիկ կստանա նաև $100,000 արժողությամբ կյանքի ապահովագրություն։ Եթե մարզիկը մասնակցի օլիմպիական խաղերին մի քանի անգամ, պարգևավճարը կկուտակվի։ Օրինակ, եթե 3 օլիմպիական խաղերի կարողանա մասնակցել, ապա կարող է ապահովել մինչև ընդհանուր $600,000 վճարում կամ պարգևավճար։ Կալիֆորնիայի բնակիչները մինչև առաջիկա 3 շաբթի կշարունակեն մասնակցել հատուկ ընտրություններին եւ քվեարկել միայն մեկ հարցի շուրջ՝ այո կամ ոչ փաստաթուղթ կամ Proposition 50-ի համար, որը նախատեսում է հաստատել նոր կոնգրեսական քարտեզ, փոխելով ընտրատարածքների սահմանումները առաջիկա 3 ընտրական ցիկլերի համար։ Եթե նախաձեռնությունը ստանա այո ձայների մեծամասնություն, ապա դեմոկրատները կարող են ավելացնել մինչև 5 նոր տեղ ԱՄՆ կոնգրեսում, ուժեղացնելով իրենց ներկայությունը Վաշինգտոնում։ Այս պահին հանրապետականներն ունեն 219 մանդատ, դեմոկրատները 213 եւ ընդամենը 3 տեղ թափուր է։ Նոր քարտեզը, որը նախաձեռնվել է նահանգապետ Գևին Նյուսոմի եւ Կալիֆորնիայի դեմոկրատական ղեկավարության կողմից, կգործի մինչև 2030 թվականը, մարտը համարը։ Դրանից հետո կվերականգնվի անկախ հանձնաժողովի աշխատանքը նոր սահմանների գծման համար։ Նախաձեռնությունը լայն ֆինանսավորում է ստացել այո ճամբարը, որը պաշտպանում է Նյուսոմը դեմոկրատական կուսակցությունը եւ մի շարք ազգային կառույցներ հավաքել է շուրջ $138 միլիոն, այդ թվում 2.6 միլիոնը Նյուսոմի սեփական նախընտրական հիմնադրամից։ Ոչ ճամբարը, որը գլխավորում են հանրապետական գործիչներ, այդ թվում նախկին ներկայացուցիչների պալատի խոսնակ Քևին Մաքքարթին եւ նախկին նահանգապետ Արնոլդ Շվարցենեգերը, պնդում են, որ նախաձեռնությունը քաղաքական մանիպուլյացիա է, ուղղված անկախ հանձնաժողովի լիազորությունները շրջանցելուն։ Նրանք հավաքել են մոտ $80 միլիոն, սակայն վերջին օրերին գովազդային գործունեությունը նկատելիորեն նվազել է։ Եթե նախաձեռնությունը հաստատվի, ապա Կալիֆորնիայի 52 կոնգրեսական տեղերից 48-ը կարող են անցնել դեմոկրատներին, ինչը կարող է վճռորոշ լինել 2026 թվականի միջանկյալ ընտրություններում Վաշինգտոնում ուժերի հարաբերակցությունը փոխելու համար։ Ըստ ընտրական տվյալների, Կալիֆորնիայում գրանցված 23.1 միլիոն ընտրողների 45%-ը դեմոկրատներ են, 25-ը հանրապետականներ, իսկ մոտ 5 միլիոնը անկախ են։ Քվեարկությունը ինչպես փոստային եղանակով, այնպես էլ տեղամասերում կավարտվի երեքշաբթի երեկոյան ժամը 8-ին։ Եվ վերջին լուրը, որը երիտասարդների շրջանում նույնիսկ կարելի անվանել թոփ լուր, 2025 թվականի տարվա բառ է հայտարարվել, ոչ այնքան բառ, որքան թվային մի համադրություն։ Եթե տանը դեռահասներ կան, ապա հարցրեք, ինչ է նշանակում 6-7, բայց անգլերեն 6-7։ Այս արտահայտությունը, որը մեծ տարածում է գտել Generation Alpha սերնդի շրջանակում, դպրոցներում, սոցիալական ցանցերում, ըստ մասնագետների վերածվել է չակերտավոր ասած մշակութային երևույթի։ Վերլուծությունները ցույց են տվել, որ 6-7-ը տարվա ընթացքում եղել է ամենաշատ որոնված եւ քննարկված արտահայտություններից մեկը համացանցում։ Լավ, ինչ է նշանակում 6-7։ Ի տարբերություն նախորդ տարիների բառերի 6-7-ը չունի հստակ իմաստ, ուղղակի անիմաստ է, այն գործածվում է որպես ինչ-որ միջորդական բացականչություն, հաճախ առանց կոնկրետ նշանակության։ Արտասանվում է մոտավորապես այսպես 6-7, երկու ձեռքերը բարձրացրած վերև ու վեր ու վար անելով, ուղղակի 6-7-ը ծագում է рэփեր Skrill-ի Dut 6-7 երգից, որը տարածվել է TikTok-ում, Instagram-ում, NBA-ի խաղացողների, մասնավորապես LaMelo Ball-ի տեսանյութերի ուղեկցությամբ, որի բարձրությունը 6 ֆուտ 7 դյույմ է։ Ուղղակի մի հարց է ինձ հետաքրքրում, ընդհանրապես պարզ չէ, ուր է շարժվում աշխարհը։ Մենք ուղղակի շարժվենք մեր ուղղությամբ, գնանք ու պատրաստվենք հաջորդ եթերաժամին ու հաջորդ թողարկման այս ժամի համար նախատեսել էի այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Երիտասարդների համար երևի թե վերջում այսպես նրանք կհասկանան ինչի մասն է խոսքը։ Առողջ եղեք։